Բարև ձեզ, եթերում օրակարգ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Մոտենում է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը եւ այս թեմայով մենք խոսելու ենք Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, հաղթանակի մեծ հաղթանակի 70-ամյակն է։ Այն մեծ հայերիս համար, անկախ Հայաստանի համար, իրոք հայրենական մեծ պատերազմ ասվածը ճիշտ է։ Մեր հասարակությունում մի փոքր այդ թեմայում խմորումներ կան, խոսակցություններ կան եւ մեր համար իրոք մեծ հայրենական է եղել։ Խորհրդային տարիներին ինչ խոսք, կասկած չկար այդ առումով, միանշանակ հայրենական մեծ պատերազմ էր ԽՍՀՄ մաս կազմող բոլոր հանրապետությունների ժողովուրդների եւ հայ ժողովրդի համար։ Հայ ժողովուրդը այդպես էլ ընկալել է։ Այդպես էլ ընկալել է եւ այդպես էլ գերազանցապես հիմա ընկալում է։ Ձեր ասած միտումները ի հայտ եկան 90-ական թվերից հետո եւ այդ ամենը գերազանցապես պայմանավորված էր աշխարհաքաղաքական գործոններով, ԽՍՀՄ փլուզում, այդ փլուզումից հետո հակախորհրդային, հակասովետական տրամադրությունների շարան եւ զուտ կամ հիմնականում այդ գործոնով էր պայմանավորված։ Սակայն մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի շեմին կրկին այդ հարցին անդրադառնալով ուզում եմ թե որպես պատմաբան, թե որպես հայ մարդ, թե որպես այդ պատերազմին մասնակցի զոհվածի թոռ նշել եւ շեշտել, որ հայրենական մեծ պատերազմը իրոք մեզ հայերիս համար, հայ ժողովրդի համար իր բնույթով, էությամբ եւ հատկապես նշանակությամբ հենց հայրենական պատերազմ էր։ Եվ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համապետական ոգեկոչումից մի քանի օր է անցել եւ հենց այդ առումով էլ հայրենական պատերազմը այդպիսին էր, որտեղ այդ պատերազմի ընթացքում Խորհրդային Միության հաղթանակի շնորհիվ միայն հայ ժողովուրդը չենթարկվեց, փրկվեց երկրորդ ցեղասպանության ենթարկվելուց, մասնավորապես նկատի ունեմ հենց Ստալինգրադի ճակատամարտը։ Ես վերջերս հանդիպեցի գրականության մեջ մի այսպիսի դրվագ, երբ նշվում էր, որ Գերմանիայի դեսպան, երբ որ թուրքական պատվիրակությունը գնացել էր գերմանական դեսպանատուն, ֆոն Պապեն այդ ժամանակ դեսպանն էր Թուրքիայում, նախկին վարչապետը, եւ այդ ժամանակ շատ հետաքրքիր այսպես պատմություն է, որ գերմանացիները այսպես անփութաբար հայտնում են, որ Ստալինգրադում 6-րդ բանակը Վերմախտի պարտվել է։ Եվ թուրքական պատվիրակությունը ըստ էության, որ գնացել էր հայտնի, որ մտնում է պատերազմի մեջ, որովհետև իրենց ունեցած տեղեկատվությամբ Ստալինգրադում գերմանացիները հաղթում էին, ճակատում ամեն ինչ նորմալ էր, ոչինչ չեն ասում։ Այդ թուրքական վտանգը իրոք կար այդ շրջանում։ Թուրքական վտանգը միանշանակ կար։ Ներխուժումը Կովկաս։ Իհարկե կար, որովհետև այդ ժամանակ Թուրքիայի զինված ուժերի բանակի կեսից ավելին կամ մեծ մասը, որ 26 դիվիզիա կենտրոնացված էր խորհրդաթուրքական, բայց փաստացիորեն հայ-թուրքական սահմանի երկայնքով։ Իսկ 20 դիվիզիան դա առելի մեծ թիվ էր, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ բուն խորհրդային Հայաստանի տարածքում ընդամենը 1 կամ 2 դիվիզիա կար տեղակայված, ընդ որում նրանք էլ բարձր մարտական պատրաստվածություն եւ մակարդակ, հատկապես տեխնիկական զինման առումով չունեին, հասկանալի է։ Մարտունակ բոլոր թե մարդկային եւ թե տեխնիկական այդ ուժեր ուղարկվում էր ռազմաճակատ եւ թուրքերը ամեն օր սպասում էին Ստալինգրադի անկմանը։ Եվ այդ անկման լուրը լսելուն անմիջապես հաջորդ օրը պիտի տեղի ունենար այդ ներխուժումը։ Իսկ ինչ է նշանակում 26 միանգամից 26 դիվիզիայի ներխուժում տարածքով փոքր եւ մարդկային ռեսուրսներով էլ թույլ Խորհրդային Հայաստանի տարածք բոլորի համար ակնհայտ է դրա արդյունքները ինչ կլիներ եւ եթե 15 թվականին Եղեռնից Մազապուրց սենունդներ ունեցանք գաղթականներ այդ ժամանակ Աստված միար ասե, բայց նման բան կարող է այդ որևիցե մնացուկ է չփրկվեր։ Այդ շատ վերջին օրերին շատ խոսվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծես վրեժխնդիր լինելով Վլադիմիր Պուտինից չի ընդունել մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերը եւ որովհետեւ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Երևանում էր, այնքանով է
Թուրքիայի համար դա ճիշտ թուրքերին հրավիրելը, որովհետև սա այն երկիրն է, որ ընդհանուր Գերմանիային պատերազմ է հայտարարել, եթե չեմ սխալվում, 45 թվականի մայիսի 7-ին կամ 8-ին, այսինքն կապիտուլյացիայից ընդամենը 1 օր առաջ։ Հայտարարելն է ձևական բնույթ էր կրում։ Այդ հրավիրելը նախ պետք է նշենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը միանգամայն ճիշտ համարեց Երևան այցելելով, նկատի ունենք հենց հայ-ռուսական ռազմավարական եւ հոգեվոր դաշնակցությունը։ Եթե հրավերի ճիշտ ու սխալի մասին խոսենք, նույն ձև էլ Թուրքիայի նախագահ պետք է Ռուսաստանի նախագահային այդ Գալիպոլի կոչված այդ զավեշտալի երևույթին չհրավիրեր, որովհետեւ 15 թվականին այդ Գալիպոլիի ժամանակ Ռուսաստանը եւ Թուրքիան կամ ռուսական կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը պատերազմական վիճակի մեջ էին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի Մոսկվա գնալ չգնալուն, դրանից ամենևին այդ տոնակատարությունները մայիսինի հետ կապված ամենևին չեն դժվերու։ Հերթական թույլ քայլներ թուրքական դիվանագիտության հերթական ու զավեշտ առաջացնող քայլեր, այնպես չէր, որ Թուրքիայի նախագահի չգնալու արդյունքում ինչ-որ մոսկովյան միջոցառումները պետք է հետաձգվեին կամ ինչ-որ ռուսները գիշեր-ցերեկ սպասում են, թե երբ պիտի Թուրքիայի նախագահ գա։ Իրենց էր վնաս, ոչ թե ռուսներին։ Եվ մեր հայերս օգուտ էր, որ հենց չգնաց։ Մեր ժողովրդի համար իրոք անկալումը հայրենական մեծ պատերազմ էր, որովհետև հայ ժողովուրդը 600,000 մասնակից է տվել այդ պատերազմից, որից մոտ կեսը տուն չի վերադարձել։ Եվ մենք ունեցել ենք մի հսկայական այսպես գեներալների, մարշալների պլեյադա։ Այդ ինչով է բացառիկությունը հայ զինվորականության այդ պատերազմում։ Հենց հայնական պատերազմը հայրենական է մեր ժողովրդի համար արդեն նրանով, որ 500,000 մեր հայրենակիցներ խորհրդային միությունից մասնակցեցին, 100,000 էլ Սփյուռքից եւ հայ ժողովրդի պատմության մեջ, մանավանդ ռազմական պատմության մեջ հայության ամենից մեծականակ զորակոչներ, մոբիլիզացիաներ եւ 200-ից 300,000 զոհ ենք տվել։ Ու այդ ամենից հետո խոսել, որ դա հայրենական չէր մեր համար, իհարկե դա սխալ կլինի։ Հայնական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում չկա որևիցե մի աչքի ընկնող ռազմական գործողություն, որտեղ հայ զինվորի ուժը չփայլի, որտեղ հայ զորահրամանատարի, հայ զորապետի տաղանդը, որ զորավարական տաղանդը չդրսևորվեր։ 5 մարշալ ենք տվել մեր, այսպես ասած, ճակերտներ մեջ փոքրականակ լինելով, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, միջայլոց այդ բարձրագույն կոչումը նույն մարշալն է, եւ այդ կոչման արժանացել են ռազմածովային, խորհրդային ռազմածովային զորքերի պատմության ողջ ընթացքում ընդամենը 3 հոգի, եւ այդ 3-ից մեկը մեր հայրենակից Հովհաննես Իսակովն է։ Զրահտանկային զորքերի գլխավոր մարշալ Համազած Բաբաջանյան, ընդամենը 2 հոգի են արժանացել գլխավոր մարշալի կոչման, ավիացիայի մարշալ Կուձակով Խամփերյանցը եւ ինժեներական զորքերի մարշալ Ագանովը։ Ինչ վերաբերում է գեներալներին, ապա գեներալների քանակով մեր հայրենակիցները հայ ժողովուրդը զբաղեցնում էր 4-րդ տեղը։ Ռուսներ, ուկրաինացիներ, բելարուսներից հետո։ Միաժամանակ նաեւ մեր հայրենակիցները 4-րդ տեղն են զբաղեցնում ռազմաօդային ուժերի, տանկային ուժերի, ռազմական ակադեմիաներում ուսանողների, սովորողների քանակով նաեւ 4-րդ տեղը։ Հայնական պատերազմի ժամանակ ռազմաճակատներում յուրաքանչյուր 4-րդ քաղաքական աշխատողը նույնպես հայ էր։ Այսինքն հայ ժողովուրդը սոսկ միայն քանակական առումով չի իր մասնակցությունը բերել, ի տարբերություն օրինակի համար մեր հարևան Ադրբեջանի, այլև այն փաստը, որ 4 գեներալից մեկը հայ է եղել, դա արդեն ինքնին խոսում փաստ է։ Իսկ թե հարևանների մասին խոս գնաց, մինչև հիմա իրենց միակ հպարտությունը, որը արհեստական է ստեղծել, Ազի Ասլանովն է, որը ծագումով Ադրբեջան ազերի չէ, թալիշ է ծագումով եւ այն խորհրդային միության կրկնակի հերոս, որ ներկայացնում են, բայց ձեռնտու չեն ցանկանում հիմա հիշեցնել, որ
երկրորդ հերոսի երկրորդ աստղին արժանացել է ընդամենը Հեյդար Ալիևի մեքենայացությունների արդյունքում Գորբաչովին ժամանակաշրջանում, այդ վերակառուցման ժամանակահատվածում։ Շատ լավ, խոսքը գնաց մեր հարևանների մասին, վերջերս ես կարդացի, որ Բաքվում այսպեսի Հեյդար Ալիև ֆոնդը եւ Հեյդար Ալիևի թորնուհին, գործող նախագահ Իլհամ Ալիևի աղջիկը Արզու Ալիևան կազմակերպել էր միջոցառում, ֆիլմ են նկարահանել Բաքվի մասին եւ այսպեսի թեզ են շրջանառության մեջ դրել, համաձայն որի եթե չլիներ Բաքվի նավթը, ով էր Ժուկովը, ինչ պետք է աներ եւ պետք է Բաքուն ճանաչել որպես հերոս քաղաք։ Այս մոտեցումները իրենց մոտ ինչպես է Ադրբեջանում։ Արդեն դա առաջին տարին չէ, տարիներ շարունակ ադրբեջանցիները ամենաբարձր մակարդակով հետևողականորեն ուզում են ձգտում են հասնել այն բանին, որպեսզի Բաքվին տվի հերոս քաղաքի կոչում, սակայն մի դե գալիս է նրանց հանրահայտ չեղած մենթալիտետից, մոռանում է, որ նախ հերոս քաղաք կոչումը գորդ գերոյ խորհրդային միության փլուզման հետ իրավաբանորեն նախ վերացել է։ Նման կոչում այլևս հնարավոր չէ որ տան։ Ոչ Արիոլը, ոչ Բելգրադը, բոլորը ռազմական փառքի քաղաքներ են ԽՍՀՄ փլուզումից հետո ստացածները եւ պահանջել այն կոչումը, որը եղել է խորհրդային տարիներին, այդ նույնն է, ասենք հիմա ներկայացվի մեկնումեկը խորհրդային միության հերոսի կոչման։ Ըստ էության Ադրբեջանը ինքը իրեն խորհրդային միության խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն էլ չի համարում։ Եթե համարում այդպեսին չի համարում, բայց ցանկանում է որպեսի ձգտում է որպեսի ստանա խորհրդային զուտ տիպիկ սովետական կոչում։ Այդ Բաքվի նավթով որտեվ ինչ են դա ավելի շատ իրենք շահարկում, պատճառը պարզ է։ Հայնական պատերազմի բոլոր ռազմաճակատներում կամ ցանկացած ռազմաճակատում ադրբեջանական դիվիզիա, ադրբեջանական զինվոր կամ ադրբեջանական սպայություն իր մարտական որակական հատկանիշներով ընդհանրապես աչքի չի ընկել։ Ցույց տալու գլուխ գովալու որևիցե բան չունի եւ գլուխ գովալու միակ բանը մնացել է դա այդ առումով մեկ ուրիշ օրինակ վերեմ ապրիլի 28-ին Մոսկվայում բացվեց միջազգային մեծ ցուցադրություն եւ այդտեղ Ադրբեջանի ցուցասրահը քանի որ ներկայացնելու բան չունեն ի տարբերություն օրինակ մեր Հայաստանի Հանրապետության ազգային ցուցասրահի որտեղ ներկայացված են մեր մարշալները, հերոսները, գեներալները իրենց ողջ վեհությամբ եւ փառքով Ադրբեջանի ցուցասրահը լեցուն էր կոնտեսուհիների, կտվորուհիների նկարներով եւ հայր եւ որդի Ալիևների տարբեր նկարներով։ Ցուցադրելու բան չկար։ Նավթի հետ կապված նավթը 100-ամյակների ընթացքում, մասնավորապես վերջին 100-ամյակի նավթի գործոնը շատ է շարքվել, սակայն ամենից թանկ նավթն էր, ամենից շատ նավթն էր հերոսի մարդկային այրան մեկ կաթիլ չկա, կաթիլի արժեք չունի։ Նույն ձևի, եթե համեմատության եզր բերենք, խոսեցինք մեր գեներալներից, պետք է շեշտեմ, որ մեր հայրենակից բոլոր գեներալները իրենց գեներալական բարձրագույն այդ կոչումներին հասել են բոլորը իրենց մարտական սխրանքների եւ մարտական գործունեության արդյունքում։ Ոչ մեկը կաբինետային գեներալ չի եղել։ Նույն հանգամանքը նաև վերաբերում է խորհրդային միության հերոսի կոչման արժանացած մեր հայրենակիցներին։ Չհամեմատենք մյուս հարևան ազգությունների կամ երկրների հետ։ Նրանց տարբերությունը ակնհայտ է։ Պարոն Ավագյան, նորից մեր հարևաններին անդրադառնանք, այ երկրորդ աշխարհամարտը ամենաշատ կյանքեր խլած պատերազմն էր։ Միլիոնավոր մարդիկ զոհվեցին եւ նացիզմը իր բնում խեղդվեց։ Բայց մենք այսօր նացիզմի դրսևորումներ տեսնում ենք արկայծումներ նույն Եվրոպայում եւ ինչու՞ չէ մեր հարևան Ադրբեջանում։ Տակավին վերջերս մի քանի օր առաջվա այսպես իրադարձություն տեղի ունեցավ Ադրբեջանում, Բաքվում մի օլիգարխ, որին ցանկանում են կուլակաթափ անել, գահընկեց անել, նրան այսպես վարկաբեկելու համար շրջանառության մեջ է դրվել, որ մայրը հայ է։ Սա այսպես ֆաշիզմի բացառիկ դրսևորում է։ Տարական ռասիզմ է։ Այո, ռասիզմ է դա։ Քիչ էր երկրորդ աշխարհամարտը, որ մենք նացիզմը նորից այսպես ծիլերը տեսնում ենք։ Չի խեղդվել, թե այդ գաղափարախոսությունը հավել չի խեղդվել։ Ադրբեջանցիների կամ թուրքերի պարագայում այդ ռասիզմ կոչվածը այլատացությունը, ոչ թե այլամերժությունը, այլ ուղղակի այլատացությունը, դա նրանց
արյան մուրական կաթով ներարկված բան է։ Այդտեղ ոչ մի համաշխարհային պատերազմ է նրանց այդ գենետիկ կամ ժողովրդական դարձած սովորությունից, մասնագիտությունից չի ձերբազատի։ Ձեր վերած օրինակի հետ կապված, դա արդեն դարձել է ադրբեջանական ագիտպրոպի ամենատարածված սիրելի քայլերից մեկը։ Ցանկացած մեկի ում հարցերը որ ուզում են լուծեն, ամենահեշտը դա է։ Մայրը հայ է կամ տատը հայ է։ Ասում են պատմությունը միշտ աշակերտները փնտրում, բայց երբեք չի գտնում, որովհետև միշտ կրկնվում է։ Եվ ի տարբերություն մեր պարագայում, հայության պարագայում եւ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում ռասիզմ, այլատիացություն, այլամերժություն, հասկացողություն ես նման բան գոյություն չունի։ Դրսևորվել նույնիսկ Ռուսաստանում նման բաներ ինչ որ դրսևորվում են երիտասարդական ինչ-ինչ շարժումների մեջ, բայց մեր մոտ փառկացու նման բան չկա, որտեղ դա բոլոր դեպքերում, եթե ազերիների մոտ այդպես է, մեր մոտ էլ մեր դա գալիս է մեր հոգեկերտվածքից, մեր հայ ժողովրդի դարավոր մտածելակերպից։ Մենք շատ կարճ գովազդային դադարից հետո շարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Հարգելի բարեկամներ, շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն է։ Պարոն Հարությունյան, ժամանակակից Ռուսաստանը իր աշխարհաքաղաքական գործունեության մեջ եւ ընդհանրապես ներքին քաղաքականության մեջ էլ հայրենական մեծ պատերազմի հաղթանակը օգտագործում է որպես այն հիմնական գաղափարախոսական դրույթներից մեկը։ Շատ գրքեր են գրվում, շատ ֆիլմեր են նկարվում դրա մասին, մեծ գործեր են արվում, բայց հաճախ նկատում ենք նաև, որ օգտագործվում է ռուս զինվոր տերմինը, հաղթեց ռուս զինվորը, ռուսկի սալդատ։ Իհարկե, աշխարհում այդ շրջանում խորհրդային միությանը վերաբերվում էին որպես Ռուսաստան, որպես ցարական Ռուսաստանի այսպես շարունակություն եւ հաճախ անվանում էին հենց ուղիղ Ռուսաստան, բայց նույն ռուսները այսօր այդ տերմինը օգտագործում են։ Այ ինչ անենք, որ մեր մասին էլ շատ խոսեն, չէ՞ որ մենք բացառիկ ներդրում ենք ունեցել այդ հաղթանակում։ Նույն Ռուսաստանում շատ խոսեն, ոչ թե մեր մոտ։ Մենք խոսում Նախ սկսեմ նրանից, որ եթե Ռուսաստանում օգտագործում են կամ քարոզում են ռուս զինվոր, դանում վատ բան չկա։ Պետք չի այդպես հիվանդագին ընդունել, բայց հաղթել է սովետական ժողովուրդը։ Հաղթել է խորհրդային ժողովուրդը, այսպես ասած, սակայն հասկանալի է, որ այդ խորհրդային ժողովուրդ կամ խորհրդային ԽՍՀՄ զորքերի գերակշիռ մասը, թե մասնակիցների եւ թե զոհերի առումով, եւ թե կրած զրկանքների, մարդկային նյութական զրկանքների առումով դա ռուս զինվորը կամ ռուս ժողովուրդն էր կրողը։ Փորձեմ ձեզ ընդդիմախոսեմ, բայց նույն բելարուսներն ասում են Բելարուսիայում ամեն երրորդը զոհվեց, ամեն երկրորդն էլ պարտիզան էր։ Մենք շատ ավելի մեծ ներդրում ենք ունեցել, բայց մենք Բելարուս ենք, ռուս ժողովուրդ չենք, ռուս զինվոր չենք։ Դրա հետ միաժամանակ իմ բազմաթիվ հանդիպումների ընթացքում թե այստեղ Հայաստանում, թե նաև Ռուսաստանում ես որևիցե ռուս գործի կողմից, թե որ պատմաբանների, թե ազգային պետական գործիչների կողմից նման արտահայտված, ընդգծված միտում հակադրելու ռուս զինվորին մյուս ազգերի զինվորներին հակադրելու կամ ասել մեր ռուս զինվորը հաղթեց եւ ձեր մյուսների տեսակարարակշիռը կամ մասնակցությունը ներդրումը չնչին բաներ, նման բան ես չեմ հանդիպել։ Որպես մասնագետ, այսօր աշխարհում այսպես կարծես թե տրենդ է դարձել պատմության ռևիզիոնիստական մոտեցումները, երբ շատ բան խմբագրվում է, ներկայացվում է այնպես, ինչպես ցանկանում են։ Նույն Ռուսաստանում շատ մասնագետներ մենք ականատես ենք լինում, որ բարձրաձայնում են այդ հարցը, որ արևմտյան շատ շրջանակներում պատմությունը խեղաթյուրվում է եւ խորհրդային միության հաղթանակը Գերմանիայի նկատմամբ նացիզմի դեմ տարված հաղթանակը շատ նսեմացվում է։ Անկամ տվյալներ կան, որ մի շարք երկրներում արևմտյան դպրոցներում երեխաները կարծում են, որ Գերմանիային հաղթել է այսպես անգլո-ամերիկյան բանակը եւ խորհրդային միության դերը այդտեղ խիստ նվազեցված է։ Ավելի վատ տվյալներ կան դպրոցներում, նրանք միջև հիմա դպրոցականներին մեղադրելու չի, այդպես են անցարանցվել, չէ՞ հիմա կարծում են, որ Հիրոսիմա եւ Նագասակիի վրա ատոմային ռումբերը ոչ թե ամերիկացիներն են գցել, այլ ռուսները։ Հայրենական թե հայրենական մեծ պատերազմի պատմություն, թե նրապես երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վաղուց դադարել է լինել պատմաբանների մենաշնորհը կամ
պատմաբանների, պատմագետների զբաղմունքի միմիայն առարկան։ Այդ մեծ թեման արդեն մանավանդ վերջին 10 տարվա ընթացքում դարձել է ավելի շատ աշխարհաքաղաքական ամենատարբեր հակամարտությունների խաղերի առարկա, քան պատմաբանների։ Այսպիսի մոտեցում կա, որ երկրորդ աշխարհամարտում հաղթեց սովետական մարդը, բրիտանական հետախուզությունը եւ ամերիկյան նյութատեխնիկական ռեսուրսը։ Այս բանաձևը ընդունում եք։ Նախ եթե հետախուզության մասին խոսք գնաց, խորհրդային հետախուզությունը հաղթեց, ոչ թե բրիտանական, որոշ բան չլի, մեր հայրենակից հետախույզները Թեհրանում կասեցրեցին ոչ միայն Թեհրանում, այլև տասնյակ երկրներում մեր հայրենակիցները, ես այլազգիների, ռուսների, մյուսների մասին չեմ խոսում, միայն հայերը շուրջ 10 երկրում խորհրդային հետախուզության ղեկավարներ էին։ Եվ երկրորդ ամերիկյան նյութատեխնիկական օգնությունը դա շատ չնչին տոկոս էր կազմում լենդ-լիզով տրամադրված օգնությունը։ Այդ քիչ առաջ խոսեցինք ազերիների կողմից իրենց նավթի գովերքման Բաքվին հերոսի քաղաքի կոչում տալուն, դա նույնը գրեթե նույն բանն է, եթե հարաբերակցության մեջ դիտարկենք, ինչ որ ասում են արևմուտքի կողմից այդ նյութատեխնիկական օգնություն աջակցությունը։ Հիմա միլիոնավոր զոհերին կամ հերոսների կյանքը այդ դեպքում ուրեմն մեկ դիթողնենք եւ ասենք, կեցե այդ լենդ-լիզի նյութատեխնիկական օգնությունը դա էր կարևոր եւ դա այդ մեժանակ ուրեմն Բաքվի նավթն էր կարևոր, ոչ թե Ժուկովն էր կարևոր։ Այո, Էյզենհաուերը օրինակ իր այդպիսի մի դրվագ կա, որ 45 թվականին Կրեմլում, երբ որ այդ պաշտոնական ճաշի ժամանակ Էյզենհաուերը կենաց է բարձրացրել եւ ասել, որ պատերազմում մենք նյութատեխնիկական շատ մեծ աջակցություն ենք ցուցաբերել, բայց այդ ռեսուրսը նույնպես օգտագործում է մարդը։ Պատերազմում հաղթել է մարդը ի վերջո, մարդը ձեր ներդրումն է եղել, հաղթանակը ձերն է։ Բայց արևմուտքում ներկայումս այս հասկացությունները կարծես մի փոքր խեղաթյուրվում են։ Դա հնարավոր է պատմաբանները ի վերջո հստակեցնեն այս խնդիրը, որովհետև նույն ռուսական պատմագրության մեջ էլ, օրինակ այն արևմուտք փախած 79 թվականին այն մասնագետը հետախույզը մի շարք գրքեր է հրապարակել, չէ՞, եթե ծանոթ։ Դենա Սուվորովը տարական սովորական դավաճան էր։ Այո։ Ռուսաստանի նախագահն ասաց, ես դավաճաններին չեմ կարդում, բայց ինչ որ տրամաբանական փաստեր այնուամենայնիվ այդ աշխատություններում կան։ Խորհրդային միությունը որպես պատմաբան, որպես այս շրջանի շատ լավ մասնագետ, պարոն Հարությունյան, ըստ էության խորհրդային միությունը հարձակման սպասում էր, թե չէ։ Որ խորհրդային միությունը ինքը հարձակվի։ Այո, գերմանացիների, որովհետև տարածված կարծիքն էր, որ Գերմանիան պիտի հարձակվի իր վրա։ Սակայն Ստալինը, քանի որ այդ ժամանակ դեռևս ԽՍՀՄ այնպես ինչպես հարկն է պատրաստ չէր, փորձում էր եւ ձգտում էր, որպեսզի պատերազմի սկսումը Գերմանիայի կողմից հնարավորինս ձգձգվի, ուշացվի։ Թե չէ Իսկ ձգձգումը ինչի էր հանգեցնելու խորհրդային հարձակման։ Այդ պատմաբանները 70 տարի է անցել ի վերջո, ավելի շատ, հա, այդ հունիսի 22-ից։ Ի վերջո պատմաբանները այսպես մի ընդհանրական եզրակացություն ունեն, թե չէ խորհրդային միությունը երբեք չէր հարձակվի, զույգ այն պատճառով, որովհետև հարձակման դեպքում վերջի վերջո նորից պիտի հանգեր այդ ամենը Անգլիայի հետ հակամարտության եւ որ պատմության անցած պատմությանը նայենք, դրանից առաջ էլ նույն Նապոլեոնը եկավ Ռուսաստանի վրա, կամ գերմանացիները եկան մինչև այդ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի վրա եւ ոչ թե ասենք Ռուսաստանը կամ Խորհրդային միությունը գնացին։ Եվ ինչպես Նապոլեոնի ժամանակ էլի ռուսական զորքերը գնացին Եվրոպան ազատագրեցին, մինչև Փարիզ հասան, Փարիզն էլ ազատագրելով, նույն ժամանակ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին կրկին Գերմանիան եւ Եվրոպան ազատագրեցին խորհրդային զորքերը։ Վերադառնանք հայության մասնակցությանը, այս մեծ մսաղացին։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ 100,000 հայեր մասնակցել են ոչ խորհրդային բանակի կազմից, հա, դաշնակիցների բանակներում, ֆրանսիական բանակում, ԱՄՆ-ի բանակում, անգլիական, բրիտանական, ֆրանսիական, օրինակ, հա, բանում ընդհատակում գործելով։ Մեր հասարակությունը քիչ գիտի այդ մարդկանց մասին, քիչ են խոսում, քիչ է գրվում, քիչ են ֆիլմեր նկարում այդ մարդկանց, այսպես հերոսական ճանապարհի մասին։ Ինչ անենք, որպեսզի
այս հատվածի մեր մասնակիցների մասին էլ մի փոքր հասարակությանը տեղեկացնենք։ Ուրեմն ասել դե հասկանալի է, որ 500,000 եւ 100,000-ը եւ բնականաբար հայնական պատերազմի ռազմաթաթերաբեմը եւ արեմիցան համեմատել չի լինի, բայց դրանով հանդերձ անգամ մեր հայրենակիցները իրենց խիզախությամբ աչքի ընկան եվրոպական եւ ամերիկյան զորքերի բանակների կազմում։ Օրինակի համար ԱՄՆ-ի բանակում ընդամենը 87 հոգի են արժանացել կոնգրեսի մեդալ շքանշանի, դա ամենաբարձրագույն ժամանակ զինվոր նույն խորհրդային միության հերոսի կոչում։ Եվ այդ 87 հոգուց մեկը մեր հայրենակիցն է Էրնեստ Դերվիշյանը, որ 67 հոգու կարծեմ գերի էր վերցրել, չէ՞ Իտալիայում։ Ֆրանսիայի ազգային հերոսի կոչման արժանացած Միսակ Մանուշյանը հանրահայտ է, նույն ձևի Բուլղարիայում, Իտալիայում։ Այստեղ հրապարակայնացնելու կամ տեղեկատվությունը հնարավորինս ավելի զանգվածային դարձնելու խնդիր է առաջ գալիս, եւ այդ խնդիրը իմ համոզմամբ առաջին հենց տեղեկատվական տեսանկյունից եւ երկրորդ, ու այդ երկրորդը գուցե նաեւ առաջինից ավելի կարեւոր է, մեր երիտասարդ սերնդին, սկսած դպրոցականներից, հատկապես ուսանողներով միգուցե պատմաբաններին մեր պետությունը փորձի մղել օտար լեզուներով գրքեր գրել, որովհետև նացիզմի ոչնչացման գործում մեր ժողովուրդը իրոք շատ մեծ ներդրում է ունեցել եւ աշխարհը ի վերջո պետք է իմանա մեր ներդրման մասին։ Այնպես չէ, որովհետև այսօր դա հասկանում են ամերիկացիները, բրիտանացիները, ռուսները, բայց մենք էլ մեր ներդրումն ունենք եւ լավ կլինի, որ աշխարհին ավելի լավ ներկայացնենք։ Գրքեր գրքերի առումով պետք է նշեմ, որ Ռուսաստանից հետո այդ առումով ամենից ակտիվը հենց հայ պատմաբաններն են։ Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանը մեն 10-ից ավելի հիմնարար աշխատություններ էր հրատարակել վերջին 10 տարվա ընթացքում։ Ու այդ բոլորն է ռուսերեն լեզվով, բարձր դե ռուսերեն լեզվի շուկան ավելի լայն է։ Ուրիշ բան, որ այդ աշխատությունները հարկավոր է նաև եվրոպական լեզուներով հրատարակել, ավելի որպեսի մասսական ավելի քարոզչական լինի, որովհետև չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի ունեցած ավանդը նշանակալից էր եւ շատ ծանրակշիռ, սկսած շարքայինից ավարտած մարշալով, այնպես որ եւ իրավունք ունենք եւ նաեւ հպարտանալու տեղիք ունենք այդ ամենը հավուր պատշաճի ներկայացնել։ Պարոն Հարությունյան, շատ այսպես չարչրկվում է այդ Վերմախտի կազմում հայկական լեգիոնի մասնակցության խնդիրը։ Եվ սա ըստ էության քաղաքական բաղադրիչ է ստանում, որովհետև վերջերս ուկրաինական պատվիրակություն կար Հայաստանում եւ երբ փորձեցի բանավիճել, որ որոշ շրջանակներ Ուկրաինայում այսպես նացիստական գաղափարախոսության կրողներ են, ասում են, դե ձեր լեգիոնն էլ նացիստական գաղափարներ, ինչ տարբերություն, մեր թե ձեր, դուք էլ եք։ Այդ համեմատությունը արդեն ըստ էության անտեղին է։ Ինչպես նեյտրալիզացնել այս վտանգը։ Նման անհիմն մեղադրանքներ, այսպես կոչված, նաև ադրբեջանցիներն են սիրում ներկայացնել, մոռանալով, որ իրենց լեգիոն ավելի թե բազմաքանակ էր եւ ավելի ակտիվ կերպով մասնակցել ռազմական գործողություններին։ Բայց տարբերությունը թե ազերիների եւ թե հատկապես ուկրաինացիների թե ռուս լեգիոնակարների համեմատությամբ սարուձոր էր։ Այդ լեգիոն կոչվածը, հայկական լեգիոն կոչվածը, դրա ստեղծումը հետապնդում էր ընդամենը մեկ նպատակ։ Լեգիոն ստեղծողները հասկանում են, որ Գերմանիան իր հաղթանակը ամենևին էլ ինչ որ մի քանի 100 կամ մի քանի հազար հայ լեգիոնակարներով չի պայմանավորում։ Պատերազմից առաջ 30-ական թվերից ողջ Եվրոպայում, երբ որ Հիտլերը նացիստներ եկան իշխանության գլուխ, համատարած այն քարոզներ տարվում, թե պետականորեն եւ թե հասարակական մակարդակներով, որ թե նաև գիտական, որ հայերը այսպես կոչված ցածր ռասային, այսինքն արիական ռասայի չեն, հայերը գնչուները այսպես սեմիտական ռասային եւ այդ առումով հայերից մեր հայրենակիցներին, իսկ Եվրոպայում Գերմանիայի տիրապետության եւ գրաված երկրների ողջ այդ տիրապետության տարածքներում շուրջ 400,000 հայեր ապրում եւ այդ 400,000 հային սպառնում էր հրեաների, նույն հրեաների ճակատագիրը, ինչ որ նրանց հետ տեղի ունեցավ եւ Գերմանիայի կամ Եվրոպայի մեր հայկական ազգային քաղաքական շրջանակները
մասնավորապես Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, Արտաշես Սաբեղյանը, նրանք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ՝ գերմանական, պետական եւ հասարակական գիտական շրջանակներում այդ ապացուցել, որ հայերը արիական ժողովուրդ են, դրանով առաջին հերթին այդ 400,000 հայությանը փրկել եւ երկրորդ լեգիոնի հետ կապված պատերազմը, գիտենք, որ պատերազմի ժամանակ նաեւ գերի են ընկնում եւ մեր հայրենակիցների մեջ նույնպես ռազմագերիներ կային, իսկ ռազմագերիների հետ թե գերմանացիները համակենտրոնացման ճամբարներում ինչպես են վերաբերում, դրա մասին խոսել ավելի նորդ է եւ նաեւ լեգիոն ստեղծելով հետապնդում են ընդամենը մի նպատակ՝ հնարավորինս փրկել համակենտրոնացման ճամբարներից մեր հայրենակից ռազմագերիների կյանքը։ Պարոն Հարությունյան, շատ կարճ մի այսպես ֆենոմենի անդրադառնանք։ Շատ դժվար է բացատրել, թե ինչու 37 թվականի ստալինյան բռնաճնշումներից հետո, որի մասին շատ խոսվել է, քննադատվել է, հա, այդ մսաղացից հետո, այնուամենայնիվ սովետական ժողովուրդը կանգնեց իշխանության թիկունքին, պայքարեց մինչև վերջ նացիստների դեմ եւ հաղթեց։ Այս ֆենոմենը ինչպես եք բացատրում։ Բացատրելը շատ դժվար է, նախ ինչ առումով հայրենասիրությունը գիտությամբ հնարավոր է բացատրել։ Ոչ մի ակադեմիական ոչ մի հաստատություն չի կարող բացատրել հայրենասիրությունը ինչի արդյունք է կամ ինչու է մարդուն ինչու է դրդում հայրենասիրական քայլ կատարելու։ Նախ ժողովուրդը հասկանում էր, որ այդ ոչ միայն ասածս ոչ միայն խորթային, այսպես կոչված ժողովրդին էր վերաբերում, այլև հայ ժողովրդին, որ 37 թիվ իրենց գլխին բերած իշխանությունը դա հավերժ չէ։ Ժամանակի ընթացքում իշխանությունները տարբեր փոփոխության պիտի ենթարկվեն, սակայն եթե երկիրը ենթարկվեց օտարերկրյա բռնանվաճման, այսինքն ոչնչացման, այդ դեպքում արդեն ինչ իշխանություն լինի, դա լինել է օտարինը։ Եվ յուրաքանչյուր մարդ, եւ մեր հայերի պարագայում էլ այդ նման ակտիվությունը դրսևորում էր դրանով 37 թվականին Հայաստանում նույնպես այդ բռնաճնշումներ եղան, բայց արդեն 41 թվականին հայերը չէին նայում, որ Ստալինը ինչ է արել կամ բոլշևիկյան իշխանությունների կուսակցությունները ինչ են արել։ Նրանք այդ մասին նույնիսկ չէին էլ մտածում։ Հունան Ավետիսյանը, որ հերոսական քայլի էր գնում, նա ամենևին չէր մտածում Ստալինի մասին։ Նա մտածում էր, որ իր հերոսական քայլով իր մոր կյանքն է ապահովում, իր հայրենիքի, հայ ժողովրդի այդ մի կտոր մնացած հայ ժողովրդի հարատևությունը, դա է անվտանգություն է երաշխիք դառնում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Հարությունյան մեր հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ։ Հաջողություն կհանդիպենք վաղը հայլուրի թողարկումից անմիջապես հետո։